YouTube-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում մեկնարկում է գործընկերային ծրագիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը, տեղեկացնելով, որ սա նշանակում է, որ մոնետիզացիան այսուհետ հասանելի է մեր երկրում։ Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն եւ ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով Work Permit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ Աշխատանքի թույլտվության եւ ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։ 2026-ի հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է $1 միլիարդ 169 միլիոն։ Արտահանման ամենամեծ ծավալներն արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ, երկրորդ տեղում Չինաստանն է, եռյակը եզրափակում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են Կիպրոսի հաջողակ գործարար առաջնորդների ակումբի պատվիրակությանը։ Գործարար առաքելության նպատակն է նոր կամուրջներ ստեղծել երկու երկրների մասնավոր հատվածների միջև։ Հանդիպման ընթացքում շեշտադրվել են հետևյալ ռազմավարական ոլորտները՝ հայկական արտադրանքի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, փորձի փոխանակում եւ կայուն բրենդավորում, Կիպրոսում հայկական ապրանքների տեղայնացման եւ սերտիֆիկացման հնարավորություններ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բենզինի դաշնային հարկի անորոշ ժամկետով նվազեցման մտադրության մասին։ Այս որոշումը պայմանավորված է Իրանի հետ ռազմական գործողությունների հետևանքով վառելիքի գների կտրուկ աճով, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում երկրի տնտեսության համար։ Բենզինի հարկը ամսական ապահովում է մոտ $2.5 միլիարդ մուտք ճանապարհային հիմնադրամ։ Հարկի նվազեցումը կարող է խորացնել հիմնադրամի դեֆիցիտը։ Եվրամիության երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Սիրիայի հետ առևտրային կապերի վերականգնման շուրջ, վերագործարկելով դեռևս 2011 թվականին կասեցված համագործակցության պայմանագիրը։ Համագործակցության համաձայնագրի վերականգնումը թույլ կտա չեղարկել մի շարք սիրիական ապրանքների ներկրման սահմանափակումները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նավթին եւ նավթամթերքին, ինչպես նաեւ ոսկուն, թանկարժեք մետաղներին ու ալմաստին։ ՄԱԿ-ից զգուշացրել են մոտալուտ հումանիտար աղետի մասին։ Խնդրի կիզակետում Հորմուզի նեղուցով պարարտանյութերի տեղափոխման սահմանափակումներն են։ Քանի որ պարարտանյութերն առանցքային նշանակություն ունեն գյուղատնտեսական բերքատվության համար, դրանց մատակարարման խափանումն ուղղակիորեն հարվածում է պարենային անվտանգությանը։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների եւս 45 միլիոն մարդ կարող է հայտնվել սովի եւ թերսնման եզրին։ Բերքատվության անկումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների անկառավարելի աճի։ Մսի համաշխարհային գները նոր ռեկորդային առավելագույնի են հասել։ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ապրիլ ամսվա տվյալներով գները մարտի համեմատ աճել են 1.2%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.4%-ով։ Բրազիլիայում անասնագլխաքանակի վերականգնման պատճառով սպանդի ենթակա կենդանիների սղությունը եւ Չինաստանի կողմից ներմուծման բարձր պահանջարկը հանգեցրել են գների կտրուկ բարձրացման։ Աշխարհում գրեթե յուրաքանչյուր 4-րդ աշխատատեղ կանգնած է տրանսֆորմացիայի շեմին։ Bank of America-ի վերջին հետազոտության համաձայն գեներատիվ արհեստական բանականությունը կարող է ազդել շուրջ 838 միլիոն աշխատատեղի վրա։ Ի տարբերություն նախորդ տեխնոլոգիական ալիքների, այս անգամ հիմնական ազդեցությունը կրելու են բարձր որակավորում ունեցող մասնագետները, կանայք եւ երիտասարդ աշխատուժը։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, սկսած արդյունաբերական հեղափոխությունից մինչև ինտերնետի դարաշրջան, երբ տեխնոլոգիական առաջընթացը ոչնչացնում էր աշխատատեղեր, որոնք հնարավոր չէր փոխարինել։ Այնուամենայնիվ, սկզբնական ցուցումներից հետո տնտեսությունը ստեղծում է նոր աշխատատեղեր, որոնք սկզբում գոյություն չունեին։ Տնտեսական ազդեցությունը միատեսակ չի լինելու։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում արհեստական բանականությունն առնչվում է աշխատատեղերի 33.5%-ին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող տնտեսություններում այդ ցուցանիշն ընդամենը 11% է։ Սա պայմանավորված է զարգացած երկրներում մտավոր եւ գրասենյակային աշխատանքի մեծ տեսակարար կշռով։ Մենք կանխատեսում ենք ոչ թե աշխատատեղերի լիակատար վերացում, այլ դրանց բովանդակության փոփոխություն։ Հիմնական ռիսկը եկամուտների անհավասարության խորացումն է, քանի որ տեխնոլոգիական օգուտները կարող են անհամաչափորեն բաշխվել խոշոր ընկերությունների միջև։
Ամենահամարձակ կանխատեսումները սակայն հնչում են Իլոն Մասկի կողմից։ Միլիարդատիրոջ կարծիքով մարդկությունը պետք է պատրաստվի մի աշխարհի, որտեղ աշխատանքն այլևս գոյության պայման չէ։ Արհեստական բանականության զարգացումը կարող է հանգեցնել աշխատանքի շուկայի լիակատար վերափոխման։ Մենք կհասնենք մի կետի, երբ ոչ մի աշխատանք անհրաժեշտ չի լինի։ Արհեստական բանականությունը ի վիճակի կլինի անել ամեն ինչ։ Աշխատանքը կդառնա կամընտրական, միայն անձնական բավարարվածության համար, սա կստիպի մեզ վերանայել տնտեսական եւ սոցիալական կառուցվածքները։ Պատմությունը հիշեցնում է, արդյունաբերական հեղափոխությունը ժամանակին փոշիացրեց ձեռքի աշխատանքը, բայց ստեղծեց միլիոնավոր նոր մասնագիտություններ։ Մինչ հարուստ տնտեսությունները պատրաստվում են արտադրողականության թռիչքին, աշխատաշուկան սպասում է իր ամենամեծ փորձություններից մեկին։ Հայաստանում սահմանվել է ֆիթնես կենտրոնների եւ մարզասրահների մարզիչների հավաստագրման պարտադիր կարգ։ Հավաստագրման համար կարող են դիմել մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցողները, հարակից ոլորտների միջին մասնագիտական կրթություն եւ վերապատրաստման վկայական ունեցողները, առնվազն 3 տարվա մարզչական աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների համար վերապատրաստումը դառնում է պարտադիր։ Ծրագիրը պետք է տևի առնվազն 144 ժամ։